Ողջույն հետևորդների։ Այսօր ես պատասխանեմ առանձին այն հարցերի, ինչը կապված է դասերի հետ։ Ամսի 3-ին, մայիսին ամսի 3-ին սկսում է էպիգենետիկայի դասերը, որտեղ դուք կուսումնասիրեք, կսովորեք ծրագիր ու հասկանաք ինչու եք դուք անհաջող, հիվանդ եւ ինչու է անդադ ձեր կյանքը նույն ձևի կրկնվում է ու չի փոխվում։ Սիրո մեջ, ֆինանսայի մեջ, հարաբերության մեջ, կին-տղամարդու հարաբերության, անարդարության, աղքատության, անինքնավստահության, անարժեքության, ոչ համարձակ լինել, հետաձգել, то есть ամեն ինչ, որ մարդը անում է, ինքը իրականում ինադու չի անում, դա ԴՆԹ-ի ծրագիր է։ Ոնց ապրել ենք ձեր տատուն տատը, իհարկե դուք այդ գենը ունեք, կամ պապայի գիծը, կամ մամայի գիծը, տարբերություն չկա, դուք գտնեք պատճառը որտեղից է, եկել ձեր բելկով կլիսե, որ անդադ նույնը կրկնվում։ Ու կարաք խառնվեք ձեր ապագայի ճակատագիրի մեջ։ Վերջում դուք կստանաք սերտիֆիկատ, եթե սաղ 10 անցնեք։ Եվ կա մոմենտ լյուբիցեսկի, կարող է դուք գաք 3 անգամ, 5 անգամ էլի օգտալնելու, անպայման չի սաղ 10 գաք։ Եթե ուզեք իհարկե սերտիֆիկատ, սաղ 10 պետք է գաք, չորեքշաբթի, ժամի 6-ից մինչև 9:30 լինելու պսիխոսոմատիկա, որտեղ ես սովորացնելու եմ ուժե տեխնիկաներ, ուժե երկրորդ հանդիպում ալնելու, ոնց արագ 10 րոպեում գլխացավ անցկացնեք, կամ սրտի տագնապ, կամ դեպրեսիա, չեմ ասի 10 րոպեում, 10 րոպեում կարաք ցավ անցկացնեք, բայց ուժե իմացեք, որ մեկը 100 անգամ ավելի արագ, կամ թե բժիշկը, կամ հոգեբանը։ Վաղը չեմ իսորը, ժամի 6-ի սկսում է պսիխոսոմատիկան, միջև 9:30, ամսի 3-ին, շաբաթ օրը, ժամի 12-ից 3-ը լինելու է էպիգենետիկան, որտեղ դուք կուրսի վերջում կստանաք սերտիֆիկատ, որը ընդունվում է Եվրոպայում, Ռուսաստանում։ Իհարկե, как раз-таки ես հասարակ լեզվով եմ սա բացատրելու, ոչ գիտնական, մեզ մոտ ինտելիգենցիա, բժիշկներ ունենք, փաստաբան ունենք, կոշկակար ունենք, խալազիլնիկ սարքող ունենք, բաղճապահ ունենք, տրակտորիստ դաժե ունենք, ճախուրդ, որ նույն հավասար վիճակով իրանք սովորում են դասերի։ Մեր աջախորդները Եվրոպայից են, Ամերիկայից են, Ռուսաստանից են։ Իրանք միանվում են օնլայն, որը գոյությունը չի կորում մեր ուսումնասիրության։ Так что ոնց հարմար է դաժե մեղրից կամ Ղափանից էլի օնլայն կապնվում են մեզ հետ, եւ այն հիները, որ ուզում են երկրորդ անգամ այլանցնեն, իրանք ուժը օնլայն են միացվում, որ գործից չկտրվեն։ Դասընթացներում անպրակտիկա լինելու, ով վատ վիճակում նա, մի անգամից մեկ սեանս ենք անում, ես եմ ուժը անում, հանում ենք իրան վատ վիճակից, ամեն սովորացնում ենք մի անգամից։ Հետո երրորդում, չորրորդում դասում դուք եք սկսելու իրար սեանսներ անել ու փորձ հավաքել։ Ու վերջում դուք կունենաք չաթ, որտեղ ուժը իմանաք help, կգրեք help, ով է ազատ, ուժը կամ ձեզ, կամ ձեր երեխեքին, ուժը մեր մասնակիցները կզբաղվեն։
Դասընթացը ես եմ վարում եւ իհարկե այդ ժամանակ մենք հարցեր ենք ստանում մեր աջակուրդներից եւ աջակուրդների միտքը ընդունվում է, որովհետեւ ես եմ դզնից սովորում, ես ձեր կյանքը չեմ ապրել, իհարկե չեմ կարող ինձ դնեմ սուրբի տեղ ու սաղին սովորացնեմ։ Ես իմ կարծիքն եմ ասելու եւ ընդունում եմ ձեր կարծիքը, որ հարուստացնե մեր գիտելիքը։ Ով անցնի փսիխոսոմատիկա եւ էպիգենետիկա միասին, հնարավորություն ունի սեպտեմբերում պրոֆեսիոնալու մասնակցի։ Դե պրոֆեսիոնալը это уже դուք կարող սեանսներ անեք սուսարած։ То есть մի քանի բառ կասեք, ու մնացածը уже էներգիայի դաշտով եւ մտքի միջոցով կարակ մարդուն հանեք շատ վատ վիճակներից, даже онкология։ Դասընթացի վերջում քննություն չի լինում, դուք կփորձեք ուրիշների վրա աշխատանք, դա դառնալու է քննություն։ Բայց այդ քննությունը սկսվում է уже 3-4 հանդիպումից։ Դուք սկսելու եք իր վրա փորձ հավաքեք, уже մեզ էկզամեն պետք չի։ Դե շնորհակալություն, որ ժամանակ եք գտել ինձ լսելու։ Համեցեք փսիխոսոմատիկան չորեքշաբթի ժամի 6-ից մինչև 9:30 այս դասերը уже սկսվելու է տեխնիկաներ, որ շուտ անցկացնեք մարդուն պրոբլեմը։ Տեխնիկաներ, լոգիկաներ, ոնց ինչ հարց տակ, ինչ հարցի պատասխան, ինչից է կապված իրան պատասխանը, ինչու է ինքը սենց պատասխանը ոչ ուրիշ ձևի, մեկ հասկացնում եք, որ իհարկե 100 անգամ ավելի ուժեղ է կամ տեղոկեբանությունը։ Շնորհակալություն ձեզ։